Ողջույն հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը որոշել է մինչև վերջին խազը, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո հանրապետության ինստիտուտները լուծարել, տրակացնել, ինչի մասին է խոսքը։ Փաստացի նրանք դա արել են, Հայաստանի Հանրապետության իշխանությունում գտնվող խմբակը չունի պոտենցիալ եւ դե ֆակտո չի կառավարում պետությունը։ Բայց գնանք ավելի մանրամասն։ Հայտարարագիր, գույքահարկ, շրջարկ, բանակ, տոտալ կոռուպցիա։ Եվ իհարկե, այս ամեն ինչի մեջ ես վերջում կասեմ, թե որտեղ եմ ես տեսնում ելքը։ Կզարմանաք, բայց այլ ելք այս պահին ես չեմ տեսնում եւ դա քաղաքական համակարգ չի։ Հերթով հայտարարագիր մինչև 300,000 դրամը չի հայտարարագրվում, մինչև 300,000 փոխանցումները թեկուզ օրվա մեջ լինեն 20 հատ հայտարարագրման ենթակա չեն, սա ասեց Նիկոլ Փաշինյանը արժանամբյոնից, բայց Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտում կան մի քանի հոգի, որոնք փորփրել են, մասնավորապես կարծեմ Նաիրի Սարգսյան, հա, շատ մատչելի տեսանյութ է ներկայացնում, որտեղ հետևյալ բացահայտումներն էի այդ գալիս։ Մինչև 300,000 դրամ փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, ստորակետ, եթե ու մի հատ մեծ շարան է եթեների տակ։ Այսինքն փաստացի դա հայտարարագրման ենթակա է եւ հարկման դաշտ է ընկնում։ Ինչ է ուզում սրանով անել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության բյուջեն եւ արտաքին պարտքը սպասարկելու համար նա ուզում է այդ փողը ժողովրդից մեզնից վերցնել այն պայմաններում, երբ որ մարդիկ նու գոնե 30%-ը ժողովրդի լեզվով ասած ծերը ծերին հազիվ են հասցնում, դրսից տրանսֆերտներով, ինչ-որ ներսում չփաստաթղթավորված ինչ-որ գործերով, մեկը շինարարություն անում, մեկը ստիաշկայանում, չգիտեմ, մեկը պատեշարում, մեկը մաթեմե պարապում եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը մտցնում են հայտարարագրման դաշտ, որպիսի հանկարծ իրենց հասանելիք փողերը չպակասեն։ Վերջում փաստարկներով կասեմ ինչի մասն է խոսքը։ Գույքահարկ։ Այս հանճարները ճակերտավոր, ասում են կենտրոնում ապրողը թող իր տունը վարձով տա, գնա ծայրամասում ապրի, կամ էլ թող ծախի գնա, եթե չի կարող գույքահարկը մուծել։ Պարոն քաղաքացի Փաշինյան, դու տեղյակ ես, որ դու ոտնահարում ես մարդու սեփականության իրավունքը։ Այսինքն ուղղակիորեն դու իրանից տունը չես վերցնում, բայց դու ստեղծում ես անհաղթահարելի պայմաններ, օրինակ կենտրոնում բնակվող թոշակառուի համար, որպեսզի ինքը իր սեփականությունից զրկվի։ Ծախել, ուրիշ տեղ առնել եւ այլն, դա նույնպես զրկվել է։ Այսինքն դու դրդում ես, պետությունը դրդում է քաղաքացուն իր սեփականությունից զրկվելու։ Սա, ինչքան ես գիտեմ, խախտում է մարդու սեփականության իրավունքը, որը իբր թե սրանք որդեգրել են որպես արևմտյան արժեքների եւ կոնստիտուցիայի, չգիտեմ, մարդու հիմնարար արժեքներից մեկը։ Սա գույքահարկի մասով։ ՓՄԾ-ների շրջարկի մասին 5-ից 10% դառնալու մասով ինչ է անում խմբակը իշխանությունում, էլի փոխանակ պետությունը ստեղծի պայմաններ, որպիսի 5%-անոց շրջարկով ՓՄԾ-ները շատանան, այս մարդիկ որոշել են էլի քերել ժողովրդի լեզվով ասած փոքր ու միջին բիզնեսի փողերը, բայց խոշոր բիզնեսին ոչ մի բան։ Խոշոր բիզնեսի աստիճանավոր հարկումը բարձրացրա։ Կամ մտցրա օրինակ տարբերակ, երբ որ արտահանվող ապրանքները քիչ են հարկվում, որը փաստացի արտարժույթ է բերում Հայաստան, իսկ ներսի շուկայում սպառվող ապրանքները, օրինակ սուպերմարկետներ հարկի, օրինակ հարկի Նարեկ Նալբանդյանին իր ծիրաններով ու թութերով, չգիտեմ, օրինակ հարկի սիթիներին ավելի շատ։ Ինչև է, սա ես ոչ թե ասում եմ էս արեք որ լավ լինի, ես դες պատմում ինչ է անում իշխանությունը, ինչի Հայաստանի Հանրապետությունը փաստացի դե ֆակտո
այլևս պետության ֆունկցիաներ չի կատարում։ Բանակ անվտանգություն ոչ մեկի համար գաղտնիք չի, հա, թե ինչ ՊՆ, ինչ ԳՇՊետ եւ ինչ գերագույն գլխավոր հրամանատարի տակ եք դուք պատրաստում ձեր երեխաներին ուղարկել բանակ։ 20 թվի 5000 զոհված երեխեքից հետո ես զարմանում եմ Հայաստանի Հանրապետության ծնողների արիությանը, որ վստահում են իրենց երեխուն պահեն մեծացնեն 18 տարի, վստահ են օֆիցեր դանակահար, սպա դանակահարած ՊՆ-ին, ժուրնալիստի վրա հողորտացող թե զենք վերցրա գնանք ջերմուկն ազատենք ԳՇՊետ-ի, Արցախից, Հադրութից հայրենիք գործածի պեր, իդեպ որի կինն ու երեխեքը Ռուսաստանի քաղաքացի են, եւ գերագույն գլխավոր հրամանատարի դերը տանող մարդուց, որը բանակում չի ծառայ եւ որի թիմը 90%-ը բանակից փախած են։ Ինչ-ինչ պատճառներով։ Մեկը փողով հիվանդացել է, մեկը փողով գիտնական է դարել եւ այլն եւ այլն եւ այլն։ Իդեպ էս փախնելու process-ները տեղի են ունեցել այս իշխանությանը պատրաստած, ընդդիմություն սարքած եւ իշխանություն սկուտերի վրա հանձնած, հա, երրորդ նախագահի իշխանության օրոք։ Զենքերի առումով ես վերջերս կարդում էի մի հոդված հնդկական զենքերի մասին, ինձ հետաքրքրեց վերլուծություններ բավականին լավ։ Եվ ինչ է ստացվում։ Հնդկաստանից հիմնական զենք գնողները Հայաստանն ու Շրի Լանկան են, Ցեյլոնը։ Սա ես խոսում եմ հրետանային համակարգերի մասին։ Իդեպ այս զենքը զիջում է ռուսական զենքին, համատեղ արտադրությամբ հրթիռները, գերձայնային բրամոսները ավելի լայն սպառում ունեն այլ երկրների շուրջ, բրամոսներն էլ ռուս-հնդկական համատեղ արտադրություն են։ Այնպես որ եթե հանգարց սրանք ձեր ականջին կփորձեն լապշա կախել, որ հնդկական զենքը ման սենց ունեց, հա, փորփրեք, կարդացեք հոդվածները։ Տոտալ կոռուպցիա։ Շին թույլտվությունները Երևանում, սուբվենցիոն ծրագրերի փոշիացումը, հա, ռասպիլ ռուսերեն ասում են։ Մարզերում, օրինակ Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագիր ստացող անձը, սուբվենցիոն ծրագրով տենդեր շահած ասֆալտապատող անձը կաշառքի վրա մարզպետարանի բռնվել էր, դատարանում 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել, եթե թվերը չեմ խառնում, եւ Աննայի ֆոնդերին էլ փող էր փոխանցել։ Սա Գյումրիում շրջանառվող խոսակցություններն են։ Իդեպ Գյումրու նորընտիր քաղաքապետը շատ լավ գիտի ում մասին է խոսքը, խոսք գնում է Ադամյան Արտակի մասին, որը ՔՊ Բալասանյան դաշինք կառավարման ընթացքում հիմնական սուբվենցիոն տենդերները ինքն է շարել։ Անիֆը միլիարդավոր դրամներ Ավինյանի կնոջ ընկերու, ընկերների ընտանիքին եւ այլն եւ այլն եւ այլն, վայ բանկրոտ եղավ, վայ փողերը գնաց կորավ։ Տոտալ փողակերում ուրիշ ոչ մի բան, ոչ մի պետական կառավարում, ոչ մի ճանապարհաշինություն, ասֆալտ ֆեյք։ Դպրոցների մանկապարտեզների ում է պետք ձեր դպրոցում մանկապարտեզ սարքելը, երբ որ 2 օր առաջ Երևանյան դպրոցներում մեկում տեղի ունեմ ծնողական ժողով եւ ուսուցիչները բողոքում են, որ երեխաները չունեն զսպման համակարգ սովորելու համար եւ ասում են մեկ կդնենք, ասում է դրեք, մեկը չենք մնալու նույն դասարանում, փոխակերպվելու ենք մյուս դասարան։ Սա էլ Պետրոսի կնոջ ներդրած նոր, նու ոչ միայն Պետրոսի կնոջ ներդրած, այնդ Աշոտյանի քանդած համակարգը գումարած սրանց այլասերած եւ տրակացրած կրթական համակարգը։ Երեխեն ասում է, ինչի՞ս է պետք սովորելը։ Ոդ երեխուն մի հատ ուսուցիչ չկա, որ բացատրի, ծնողների մասին էլ չեմ խոսում, հա։ Բայց փաստացի ճիշտ է ասում է, եթե մեկ էլ դնեք, ես տեղափոխվելու եմ մյուս դասան, զսպող համակարգ երեխեն այն գիտակցությունը չունի, որ հասկանա, որ կյանքում իրեն հիշեք դուք ինքներդ ձեզ, հա, ցանկացածդ։ Մենք էլ դպրոցում դասերի շուտ փախնենք, մինչև վերջին դասարաններում նոր սկսել ենք քիչ շատից հասկանալ, որն է պետք ինչ անել եւ այլն, մեզանից ոմանք ինչ-ինչ խմբակների մասնակցելով, գիրք կարդав եւ այլն եւ այլն։
Բայց այսօր Հայաստանի կրթական համակարգի 90%-ը եւս ավիրած է։ Ֆիքսեցինք, չէ՞։ Հայտարագրով գումարները գանձել տանել, գույքարկով կենտրոնի տները ազատել, զրկել, էլի փող տանել, որ իրենց փողը չպակասի, շրջարկով փոքր միջին բիզնեսը փաստացի մերցնում են, անվտանգային վիճակ կատաստրոֆա, ձեր երեխեքին չգիտեմ ինչի եք բանակ ուղարկում, սրանց օրոք, կոռուպցիան էլ համատարած փաստերը հոգա, հետքը պարբերաբար հրապարակում է, չէ՞ ոչ միայն հետքը, տարբեր լրատվամիջոցներ։ Արարատի մարզում, Արտաշատում ինչ է կատարվում։ Ես վերջերս կարդացի։ Քաղաքապետ, համայնքի ղեկավար, օգնականներ Հովիկ Աբրահամյանի ողջ մերձակա շրջակայքը զբաղված է Արտաշատում ՔՊԱ-ական քաղաքապետի ինչ-որ օգնականի Խավոր Հովիկ Աբրահամյանի տղա, Խավորի ընկեր, տղու ընկեր, մորքուրի տղա, ֆլան ֆստան, բոլորը տեղում են։ Հովիկ Աբրահամյանի տունն էլ գնում է Նարեկ Նալբանդյանը, կոպեկ հետ կբերեմ։ Այս պոպուլիզմը արդեն չի աշխատում։ Ես դες կոնկրետ փաստերով, փաստարկներով ներկայացնում ինչ է կատարվում։ Հիմա ամենահետաքրքիրը եւ անսպասելին։ Ես որպես քաղաքացի, քչիչ շատից ռացիոնալ մտածող, քչիչ շատից կարդացած, որտեղ եմ տեսնում ելքը։ Ելքը ես տեսնում եմ բնակչության տոտալ զինման մեջ։ Ելքը ես տեսնում եմ ազատազնում։ Հայաստանի Հանրապետությունում, եթե կա մի հատ ինստիտուտ անվանենք դա, որը կայացել է շատ կարճ ժամանակում եւ լավ բան է անում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար դա ազատազնն է։ Ես գովաշ չեմ անում։ Ես անձամբ, ասենք ծանոթ եմ ազատազնի տղաներից ոմանց հետ։ Ես անձամբ այդ ճանապարհ, լավ, չբացեմ սա, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային հարցի լուծումը, ինքնագիտակցության բարձրացումը ես տեսնում եմ ազատազնի մեջ։ Երկրի բնակչությունը, որը եթե ոչ տոտալ գոնե 50-ից 60%-ով զինված է, ինքը դառնում է շատ դժվար թիրախ թշնամու համար։ Սա այն դեպքում, երբ որ ոմանց սիրելի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մոտ օրերս կայանելու է ասի, եթե սահմանադրությունը չփոխենք, պատերազմ է սկսվելու։ Իսկ արդյոք հարևան երկրները կամարցակվեն պատերազմ սկսելու, եթե բնակչության 60%-ը լինի զինված։ Մտածեք այս թվի մասին, հա, վերցնենք 3 միլիոն մոտավոր, որից լավ 1 միլիոնը զինված է։ Արդյոք ինչ որ մեկը կհամարցակվի հարձակվել այս երկրի վրա։ Սա պետք է անեին Արցախի իշխանությունները դեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներից, Արցախը զինեին տոտալ։ Սա պետք է անեին Հայաստանի իշխանությունները դեռ են տարիներից, զինեին տոտալ։ Տոտալ զինեին, ինչպես Շվեյցարիան է, ինչպես Իսրայելն է։ Կլինեն հանցագործությունների բարձր մակարդակ, շատ կներեք, ինչն է խանգարում այսօր մարդուն չկրթված տուպոյ տուգադումին դանակը վերցնել հետը դուրս գալ կամ գնալ ինչ որտեղ հարց լուծել։ Հանցագործությունների բարձր մակարդակը կարելի է անել նաև քարով, փեդով, դանակով։ Դրա համար պարտադիր չի գրանցված զենք ունենալ եւ տունը պահել։ Բայց քարով, փեդով, դանակով դու հարևանին չես կանգնեցնի։ Չգիտեմ, սա ես ոչ մի անձնական շահ չունեմ։ Ես ունեմ անձնական շահ ազատազենից։ Դա այն կառույցն է, որը ինձ հնարավորություն է տալիս պարապել, հանձնել քննություն եւ առնել զենք։ Ոչ մի զենք, մի քանի զենք առնել, տան անդամների քանակով ունենալ զենքեր եւ փամփուշտներ, բայեպրիպաս, այսպես ասած։ Եվ նմանատիպ, եթե Հայաստանի բնակչության 33%-ը այդ ամեն ինչը ունենա իր տունը, ես շատ կասկածում եմ, որ նախ իշխանությունը իրան զգաստ կպահի։ Երկրորդը հարևանները 1000 անգամ կմտածեն այն տված զոհերը հարձակման դեպքում արժեն արդյոք այնքան, ինչը լինելու է իրենց բենեֆիտը, ասենք մեկ միջանց կամ մի մարզից մի տարածք վերցնելը։ Սյունիքը վաղուց պետք է տոտալ զինված լիներ, բայց սրանք վախ ունեն։ Սրանք պարտավորություն ունեն, համենայն դեպս սրանց քայլերը ցույց են տալիս, որ սրանք գործում են այլ պետությունների շահերից թշնամակը։ Սիրելի ժողովուրդ, հայտարարագիր, գույքահարկ, շրջարկ, մի մուծեք։
Նու շրջարկը բարդ է, եթե մարդիկ աշխատում են դեղ տուգանքների բանը, բայց հայտարարեք իր գույքը արք։ Եթե դուք հասկանում եք, գիտակցում եք, թե ինչի համար է դա արվում, թող առաջնահերթ իրենք իրենց թալանած, մսխած, ուզում եք ասեք տգիտությամբ ծախսած բանկրոտի ենթարկած փողերը հետ բերեն դնեն բյուջե, թող իրենք հələ հարկվեն, մի հատ հասկանանք այդ մարդիկ իրենց հայտարարագրերմություն միլիարդավոր փողեր են ԱԳՆ-ով, Պապիկյանով տներ են առնում, այդ որտեղից, այդ ինչ աշխատանք, վարկ ենք վերցնում, լուրջ, իա իրոք կասեր դասական։ Եվ այս ամենի լուծումը ես տեսնում եմ ժողովրդի տոտալ զինման մեջ։ Գնացեք ազատազեն, քննությունը կա համացանցում տեսական, ես ինքս հանձնել եմ, 10-ից 8 հարցի ճիշտ պատասխանելը բարդ բան չի։ Մի քիչ լոգիկա, մի քիչ տրեյնինգ պարապել։ Գործնականի համար գնացեք մի ամիս ազատազենում, 8 անգամ պարապեք, սովորեք, գնացեք, հանձնեք գործնական քննությունը, գնեք այդ ձեզ վերջի վերջո փրկող 400,000-ը 300,000 դրամ արժողությամբ զենքը, ոչ թե, ասենք, էլեկտրոկարի համար կտակ, չէ 15, 20, 30,000 դոլար։ Հարցակման դեպքում կթողեք թուրքին, լավագույն դեպքում կնստեք կգնաք։ Բայց զենքին չեք տա։ Ասենք, նոր տարվա ծախսին 300,000 դրամ կծախսեք, չէ, որ ուտեք, չաղանաք, հիվանդանաք, բայց զենքին չեք տա։ Հենց թողենք մի կողմ, որ պետությունը պետք է սուբսիդավորեր զենքի ձեռքբերումը, բայց չունենք մենք իշխանություն, հասկանում եք, ժողովուրդ, չունենք, անտեր ենք։ Լավ, իշխանություն չունենք, խելքել չունենք, որ մենք մեզնով հասկանանք, որ մեր այսօրվա իրավիճակից դուրս գալու սկզբնական քայլը տոտալ զինումն է, որը փառք Աստծո հասկանալով թե չհասկանալով օրենքն ընդունված է, կարգն էլ կա։ Գնացեք ազատազեն, պարապեք քննությունը հանձնեք, այդ անտեր զենքը առեք, որ վաղը ձեր երեխեքին չառնեք, ու սա արցախցիներին է վերաբերում նաև։ Դուք դա անցել եք այդ ամեն ինչի միջով, դուք դա ձեր տունը կորցրել եք։ Ժողովուրդ, գոնե դուք գնացեք օրինակ ծառայեք, սկսեք տոտալ զինվել։ Ամեն մարդ իր տեղում թող հասկանա, թե իշխանությունը ինչպես է ուզում իրեն քերթել, կոպիտ ասած, չքերթվի, չենթարկվի եւ զինվի, որպեսզի գոնե դուք մի դրեք հույսեր պետության ու բանակի վրա։ Ես բանակին վատ բան չեմ ուզում ասեմ, բայց բանակը առաջին հերթին իր ղեկավարությունն է։ Իսկ ով է բանակի ղեկավարությունը։ Սպա դանակահարածը, ժուրնալիստի հետ ջերմուկ գնացողը եւ դասալիկ։ Սա է բանակի ղեկավարությունը։ Դուք հույսեր դրեք ձեր վրա։ Գնացեք, պարապեք այդ անտեր զենքը առեք դրեք ձեր տունը։ Չգիտեմ, ինչքան մարդ կդիտի, ես կխնդրեմ, որ տարածեք ու գնացեք ժողովուրդ, խնդրում եմ ես ձեզ եւ հորդորում եմ։ Գնացեք, քննությունը հանձնեք, այդ զենքը առեք, այդ անտերն առեք, դրեք տունը եւ պարբերաբար պարապեք։ Սա է այսօրվա դրությամբ ամենաարագ, ամենակարճ լուծումը այս իրավիճակը կանգնացնելու։ Այս եկող ճնշումը հարևանների թշնամական կանգնացնելու, սա է լուծումը։ Թող օֆիցիալ թվեր հայտարարվի, որ Հայաստանի բնակչության 350,000-ը զինված է եւ ոչ մեկ զենքով, մի քանի զենքով եւ բավականաչափ փամփուշտներով եւ ռազմամթերքով։ Թող օֆիցիալ թվեր հայտարարվի։ Դա զսպող մեխանիզմ կլինի։ Չգիտեմ ինչքանով կարողացա տեղ հասցնել մեսիջս, բայց ես սա շատ կարևոր եմ համարում եւ հուսով եմ գոնե 10 հոգի ես տեսանյութից հետո կգնա ազատազեն։ 10-ն էլ կտարածի, մյուս 10-ը կգնա ամեն տարածածից։ Շնորհակալ եմ ձեզ։